Մեր ժամանակներում մարդը դառնում է անդեմ պտուղ, համարակալած ապրանքանիշ։ Օրերս իր ելույթում անդրադառնալով մարդու կենսակերպին, ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Նա հատկանշական համարեց այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխում։ Մենք կարծես ապրում ենք մեծ գլոբալ խաղատան կամ լունապարկի մեջ, հայտնագործության եւ դրամի, նյութի եւ տեխնիկայի հետ միասին, ասաց Բագրատ Սրբազանը։ Մինչդեռ այսօր, ինչպես անընդհատ նշել ենք, մենք առերեսվում ենք ուղղակի ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի եւ անորոշության ու անհատապաշտության հոսանքին եւ այս ամենի մեջ ամեն ինչից առավել մենք մոռանում ենք մարդու եւ Աստծո ներկայությունը։ Սրբազան պայքարի առաջնորդն իր ելույթում խոսում է մարդկության եւ աշխարհի փոփոխության մասին, ասում է, որ այսօրվա արևմտյան աշխարհը, Եվրոպան, թե հոգեվոր, թե բարոյական իմաստով ամենածանր ճգնաժամային ժամանակներն է ապրում, որտեղ արժեքները, գաղափարները, հատկապես հասարակական կյանքի առանցք համարվող ընտանիքի գաղափարն ուղղակի թիրախավորված է։ Բագրատ Սրբազանը նշում է նաեւ, որ սակայն մյուս կողմից ակնհայտ են այն ձգտումները, որոնք միտված են ինքնության փնտրտուքի, ազգայնականության կամ ազգային գաղափարների վերարժևորմանը, նոր ճանապարհների հարթեցմանը, սեփական ինքնությունը վերահաստատելու իմաստով։ Եվ մենք ուղղակի անմասն չենք այդ ամբողջ շարժումներից։ Մեր կյանքում էլ տեսնում ենք ամենաբարձր մակարդակով հենց ընտանիքի գաղափարի զեղչումը։ Տեսնում ենք մեր կյանքում այնպիսի քարոզություն, որ ընտանիքը այդքան էլ կարևոր չէ, համայնքը այդքան էլ կարևոր չէ, դու ինքդ քեզ փնտրիր, հաց վաստակիր, հացդ կեր ապրիր, ուրիշ բաների մասին մի մտածիր, ոչ մի խնդիր չունես վեհագույն, բարձրագույն ձգտումների, այլ փորձիր ինքդ քեզանով տեսնել, թե ինչպես կարող ես քո կյանքը մի կերպ դարձնել այսպես կոչված ներկայանալի, փորձիր բարելավել քո նյութական միջոցները եւ այդքանով սահմանափակվիր ու վերջ։